Մարդու պաշտպանի գործունեության 2024-ի տարեկան հաղորդումը Անահիտ Մանասյանը ներկայացրեց ազգային ժողովի Մարդու պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։ Պաշտպանը զեկուցեց խնդրահարույց մի շարք հարցեր տեղ են գտել փաստաթղթում, այդ թվում ոստիկանության կողմից ուժի կիրառման անհամաչափության, հատուկ միջոցների կիրառման, ազատազրկված անձանց իրավունքների ու պահման պայմաններին վերաբերող հարցեր, կրթության ու երեխաների իրավունքներին առնչվող խնդիրներ։ Խնդրահարույց եմ համարում այն հանգամանքը, որ մինչ այժմ հանրությունը պատշաճ տեղեկատվություն չունի այն հարցի հետ կապված, թե օրինակ ինչ հատուկ միջոցներ են կիրառվել, ինչ տրամաբանությամբ, համաչափության հետ կապված առնվազն տեղեկատվություն, որը հանրության համար կարող է կարևոր լինել այս հարցերի վերաբերյալ պատշաճ եզրահանգում իրականացնելու համար։ Ոչ մարտական պայմաններում բանակում մահվան դեպքերի առնչությամբ օմբուդսմենը ևս մտահոգություններ հայտնեց։ Զինված ուժերում մահվան դեպքերի կանխարգելումը ըստ էության մեզ մոտ դարձյալ չի համապատասխանում այն չափանիշներին, որին պետք է համապատասխանի, եւ երկրորդ մենք այդպես էլ պատասխանատվության միջոցների անխուսափելիություն չենք ունենում, որովհետեւ այդպես էլ չենք տեսնում, որ վատ վերաբերմունքի ենթարկած բռնարար հանդիսացող մարդիկ կամ ինչ որ մեկին ինքնասպանության հասցրած կամ հակառակը կյանքից զրկած մարդիկ պատասխանատվություն կրեն։ Պատգամավորները հետաքրքրվեցին ինչպես է ՄԻՊ գրասենյակը վերաբերվում ատելության խոսքին, դրա տարածմանը, ուշադրություն հրավիրելով հատկապես Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերջին հայտարարություններին։ Մանասյանը արձագանքեց, ատելության խոսքի պարագայում իրավական պատասխանատվության միջոցները միշտ չէ որ կիրառելի են, հետևապես դրան պետք է այլ կերպ հակազդել։ Գյումրիում ցավոք սրտի մի քաղաքական գործի հնարավորությունն է ամենօրյա ռեժիմով խոսելու, դա իր իրավունքն է եւ խոսում է, բայց իր խոսքը իրականում ենթամշակույթներ տարածելու մասին է։ Խոսքս Վարդան Ղուկասյանի մասին է, ով արդեն քանի անգամ կանանց նկատմամբ խտրականության խոսք, ինստիտուցիոնալ խոսք է, ոչ թե կոնկրետ կնոջ կամ կոնկրետ բանի մարդու ուղղված է, այլ ընդհանրապես կանանց նկատմամբ անհարգալից խոսքի մասին է խոսքը, երբ որ մարդը խոսում է քրեական ենթամշակույթից, դա մեծարելով, հարգանքի արժանացնելով։ Եթե կոնկրետ ձեր բերած օրինակում, հա, Գյումրիի օրինակով մենք խնդրին անդրադարձ կատարենք, միանշանակ տարբեր հիմքերով սոցիալական տարբեր խմբերի նկատմամբ խտրական խոսույթի տարածումը ակնհայտ է։ Օգտագործել այնպիսի խոսույթ, որը կարող է տարածել ենթամշակույթը, քրեական ենթամշակույթը կամ գովերքել ոչ կանոնադրային հարաբերությունները, միանշանակ խնդրահարույց է եւ մենք բոլորս պետք է զերծ մնանք այդպիսի խոսույթի օգտագործումից։ Համաձայն ՄԻՊ զեկույցի 2024-ին Պաշտպանի գրասենյակ ընտանեկան բռնության հարցերով ավելի քիչ մարդ է դիմել, քան 2023-ին, նկատեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը, հույս հայտնելով, որ այս առումով դրական տեղաշարժ կա։ Մարդու պաշտպան Անահիտ Մանասյանը արձագանքեց, ընտանեկան բռնության մասին դիմումների պակաս լինելը նաև պետական մարմինների ավելի լավ գործունեության արդյունք է։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։